Ու այդպես ծնողները կարող են ժամերով վիճել, մի ծնողը ասում է, որ եթե երեխայից խփում է, ինքն էլ պիտի խփի, հրում են պիտի հրի, որ դիմացինը զգա այդ ուժը, որ դիմացինը վախենա, սահման դնի, իսկ մյուս ծնողով ասում է, որ ոչ, ինքը պետք է օգնություն խնդրի, պետք է ուսուցչին ասի, չգիտեմ, եթե ուսուցիչը չի կարող այդ հարցը լուծի, պետք է տնօրենին ասել, եւ այստեղ շատ դժվար է հասկանալ ով է ճիշտ, որովհետեւ նաեւ մենք պետք է փորձենք հասկանալ այդ պահին երեխան ինչ է սովորում, երեխայի հետ ինչ է կատարվում։ Մի դեպքում երեխան հասկանում է, որ փաստորեն ես միշտ արտաքին ուժի կարիք ունեմ, միշտ պետքա լինի մեկը, որ իմ հարցերը լուծի, մյուս պարագայում ուղղակի երեխան կհասկանա, կարա մտածի, ձևավորվի մի համոզում, որ կոնֆլիկտները լուծվում են ուժով։ Հետևաբար ես հիմա հրավիրում եմ, որ մենք միասին, թեկուզ մեր մեկնաբանությունների մեջ փորձենք քննարկել այս հարցը, որն է, ավելի աշխատում։ Եթե երեխային բռնության են ենթարկում, ճնշում են, նա օգնության դիմի, թե ինքը փորձի իր հարցերը լուծել։ Եվ նաև մենք պետք է հասկանանք, որ ծնողները հաճախ այս թեմայի շուրջ վիճում են, բայց իրենք վիճում են իրենց ներսի չլուծված խնդիրների շուրջ, հա։ Մի ծնողը օրինակ մեծացել է մի միջավայրում, որ լրիր, հանդուրժիր, կուլտուր եւ նա սովոր է այդ մեխանիզմին, իսկ մյուս ծնողը հասկանում է, որ մեծացել է մի միջավայրում, որտեղ որ ինքը հասկացել է, որ իր հույսը իր վրա պետքա դնի, ինքը իր հարցերը պետքա լուծի եւ ամեն մեկը իր փորձառությունից ելնելով այստեղ խորհուրդ է տալիս։ Հետևաբար ասել որն է ճիշտ, որն է սխալ, օրինակ ես մտածում եմ, որ շատ կախյալ է իրավիճակից եւ շատ կարեւոր է, որ մենք որպես ծնող սովորացնենք մեր երեխաներին տարբերել իրավիճակները։ Լինում են դեպքեր, որ իսկապես մանավանդ եթե խոսքը գնում է անչափահաս երեխաների մասին, մենք պետք է իսկապես գիտակցենք, որ երեխան իր կյանքի այս փուլում չունի բավարար ռեսուրս, օրինակ իր հարցերը ինքնուրույն լուծելու։ Օրինակ նույն խփում են խփիրի պարագայում կարող է խփի եւ այնպիսի հակահարված ստանա, որ ամեն ինչ շատ վատ ավարտվի, մանավանդ գիտենք Հայաստանի վերջին դեպքերը, որ այս վերջում 13 տարեկան երեխան ուղղակի այնքան էին ծեծել, որ հիվանդանոցում էր հայտնվել, այսինքն այդ տարիքի երեխայի համար, որը իրականում չունի այդ ռեսուրսը, պաշտպանվելը կարա մեծ գին պահանջի, կամ եթե միշտ դիմում է օգնություն մեր հասարակության մեջ, ահա դու գործ տվող ես, խաբար բզիկ ես, գնացիր, ասացիր, մենք քո այդ գործ չունենք, դու շառ ես, ինչ անել, հա, որն է այստեղ մեզանից որպես մեծահասակ, որն է այստեղ այդ գիծը, որ մենք սովորացնենք մեր երեխաներին, օգնենք, ուղղորդենք, ինչպես իրենք տարբերեն, սա որ իրավիճակն է, սա մի իրավիճակ է, որտեղ նորմալ է, որ ես օգնության դիմեմ, թե մի իրավիճակ է, որտեղ ես կարամ գտնեմ ռեսուրս ինքս ինձ պաշտպանելու եւ այս հարցերի շուրջ հրավիրում եմ քննարկման։